Եթե ադրբեջանական երգեք երկում, ադրբեջաներեն դուխ ունեք, ադրբեջաներեն երգեք։ Հայտարարեք անունը, օրիգինալը երգեք, ադրբեջանական ձևով երգեք։ Բայց ոչ թե հայերեն բառեր տրեք վրան ու մատուցեք իբր հայկական։ Մենք ռաբիս կոմիտե ենք ունեցել եւ մեր հանրահայտ նշանավոր տուտուկար Ջիվան Կասպարյանն էլ տնօրենն է եղել։ Այսինքն եթե հիմա այնքան է որակազրկվել ռաբիս բառը ինքը իրեն, որ եթե մեկին նույնիսկ հակուկապն ես ուզում վատ կերպով նկարագրել, ասում ես, ես ինչ ռաբիս հակուկապ ունի։ Դուք գիտեք, Բաղաղբյուրի մոտ երկը Արամ Ասատրյանն է գրել, ցավոք սրտի սխալվում եք։ Դա պորտապար է, պորտապարի երաժշտություն է։ Ես ինքս 91 թվականին դա լսել եմ Սիրիայում եւ բառերն էլ վերցրել է Ջիվանուց։ Սա նշանակում է Արամ Ասատրյանի երգն է։ Արտեմ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուրեր եք եկել։ Սիրով։ Այսօր խոսելու ենք շատ հրաշալի թեմայից, ժողովրդական երգից, ժողովրդիկներից, բայց կզում ուզում եմ հարցնել, այ ձեր մանկության երգերը որոնք էին եւ արդյոք այդ մանկության շրջանում լսած երաժշտությունը ժողովրդական երգի մեջ լինելը օգնում է, որ դու հետագայում կարողանաս ճիշտ ընկալել, լսել, որ դա քո կյանքի ուղեկիցը լինի։ Մի քիչ ընդհանրական է հարցը, բայց որ պահկար, ինչպես հիմա է ավելի շատ զարգացել, մանկության ժամանակ ամենասիրած հաղորդումը երաժշտական փոստարկղն էր։ Այնտեղ ինչպես միշտ բաց ենք թողնում դասական բաժինը, լսում ենք ժողովրդականը, բայց սիրով սպասում ենք էստրադային բաժնին։ Այդպես էր, սիրում ենք, այսինքն մեր ժողովրդի մեջ թաքցնելու բան չի, դա օտարամոլությունը միշտ եղել է։ Եվ տարիներ հետո դրանից ասենք իմ քերին երաժշտական դպրոցի տնօրեն էր, մի օր եկավ ասեց, ուզում ես ջութակ նվագես, մեր թաղում էլ մի հատ ջութակար երեխա կար, ծաղրում էին նրան, որ ջութակով գալիս էր տուն, ասեց ես հերթական թիրախը չդառնամ։ Մի շաբաթ մերժեցի միանգամից, մի շաբաթ էլ եկավ ասեց, իսկ ուզում ես թառ նվագել, ասեցի դա որն է, հասկանում եք, ես Հայաստանում եմ ապրում, հարցում եմ թառը որն է։ Հիմա ավելի խայտառակ վիճակ է, ուզում եք թառը այսպես իրար հետ բարձրանանք փողոց եւ հեշտով ցույց տանք ժողովրդին անցող դարձող, ոչ մեկը անունը չի իմանա։ Նույն կերպ ես էլ չգիտեի բնականաբար։ Սա խոսում է նրանից, որ տարիներով հակակառուցվածություն է գնացել ազգային նվագարանների։ Մի խոսքով թղթի վրա նկարեց, չհասկացա, ութի նման այսպես կորպուսով բան, նկարեց, հետաքրքրեց, ասեց լավ, ավելի լավ է, ասես մի անգամ երաժշտական դպրոց կտեսնես։ Հաջորդ օրը հանրակրթական դպրոցից դուրս եկա, ճանապարհին էր երաժշտական դպրոցը, Կոմիտասի անվան, հիմա փոխվել է անունը, Տիգրանյանի անվան է։ Մտա սենյակ, որտեղ քամանչայի տասատուն քամանչայի լարեր փոխում եւ շուրջը հավաքված աշակերտները քամանչայի տասարանի կատակ էին անում, խոսում էին այսպես, մտնորդը շատ դուրս եկավ եւ իմ համար արդեն թառ էին պատրաստել կտորից, սև կտորից պատյանով դրված էր կողքի։ Մի խոսքով մի քիչ այդպես մնացի, թառը տվեց ինձ երես ճանապարհեց ինձ տուն, բերեցի բացեցի տուն եւ այդպես սկսեցի արդեն ժողովրդական երաժշտության ուշադրություն դարձնել եւ բնականաբար նվագել նաեւ։ Դա 78 թվականն է եղել, 78-ին եմ ընդունվել երաժշտական դպրոց, առաջին շրջագայությունս էլ եղել է 80-ին։ Էստոնիա ենք մեկնել, քաղաքում կոնկուրս եղավ, մրցույթ եղավ, մրցույթի 5 հաղթող երեխաներին գնացինք Էստոնիայի երկրորդ մեծությամբ քաղաքներ տա, Պիառնու քաղաքում համերգ տալու։ Գնացքով գնացինք, այդպես հետաքրքիր տպավորություն է։ Ու այդ ժամանակվանից, երբ որ արդեն սկսում ես ազգային նվագարան նվագել, արդեն սկսում ես շփվել ազգային երաժշտության հետ, լսում ես ազգային երաժշտության բառերը, հասկանում ես, որ այնտեղ ամուր ընտանիք է քարոզվում, այնտեղ հայրենասիրություն է քարոզվում, իսկ որպեսզի ժողովրդին հեռու պահեն դրանից եւ ժողովրդին հեշտ լինի այստեղից վտարելը, դրա համար ռոպագանդվում է արտասահմանյան երգ, որտեղ անբարոյականություն է քարոզում միայն հայյանքներով լի, ամեն ինչով լի, դրա համար գերտերությունները կարծում են, որպեսզի նմանացնեն ազգերը ինքնուրույնությունից զրկվեն,
այսպիսի լծակ են օգտագործում եւ ազգին կտրում են իր արմատներից, իսկ երբ որ արմատներից կտրում ես, շատ հեշտ է վտարել, այսինքն իրենց կամքով թողնում հեռանում են երկրից։ Իսկ եթե հիմա այսպես ընդհանուր նայենք, այդ դրած արմատներից հեռանալը խիստ նկատելի է, այդ իրավիճակը ինչպես կարելի է շտկել եւ դա ինչ որ հեշտ գործ է, դժվար է, առաջին 3 քայլերը ձեր կարծիքով որոնք պետք է լինեն։ Դա կներեք, եթե Հայաստանի իշխանությունները ուզեն անել, չեն կարողանա, որտեղ իրենց թելադրում են այդպես։ Եթե պետական հոգացություն չկա, դա վառ երևում է, օրինակ հիմա եթե տեղյակել չեք, ասեմ, որ Սև ամբեր են կուտակում ազգային պետական ժողով նվագարանների բոլոր կոլեկտիվների գլխին, միավորել են, կրճատում են կազմերը, միացում են սրա կողքին, Երևանում արդեն 4-րդ սիմֆոնիկ երիտասարդական նվագախումբն է բացվում եւ որպես օրինակ ասեմ, որ չգիտեմ Հովանավորով է թե ինչով է, ամեն դեպքում ամենացածր պետական աշխատավարձ ստացող կոլեկտիվը սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտը ստանում 230,000, Հովանավորով է հարցնում այդքան, բայց ազգային նվագարանների պետական նվագախումբը 65,000 է աշխատավարձը, Հովանավորով հասնում է 80,000-ի։ Բնականաբար ոչ մի ծնող իր երեխային չի ուզենա տալ ազգային նվագարան նվագելու, որովհետև լավ չի ապրելու իր երեխան, չի տալու։ Սա շատ վատ է, որ եթերով ասում ենք այսպիսի բան, եթե ասենք մի քանի օքին կասկածում էին, իրանք էլ չեն տա ազգային նվագարանների բանին, բայց սա միտումնավոր է արվում, որովհետև իրենց պլանը, որ կերտերությունները թելադրում են, կարծում եմ սրա իրագործումն են կատարում իրենք, թե չէ ինչքան էլ ուզում եք զորեք, մեկ է, զորով էլ հնարավոր չի, որ մեր ժողովրդի մեծամասնությունը դասական երաժշտություն սիրի։ Դա եթե ինչ-որ մարդիկ գնում են այդ համերգին, ձևական տեսնելու համար կամ ձևական պահը պահելու կամ իրոք կան մարդիկ։ Ես հասկանում դասական երաժշտությունից երևի դա ցույց տալու կամ գնում եմ այսպիսի համերգների, հա։ Հա, բայց կան նաև որ իրոք սիրում են, իրոք հասկանում են, բայց դասական երաժշտությունը հասկանալու համար ապրել է պետք է դասական երաժշտության մեջ։ Ես ոչ չեմ ասում թե դասական երաժշտությունը վատ բան է, իսեր աստծո հանգիստ չմտածեք այդ մասին, բայց դասական երաժշտությունը շատ է պետք։ Այսինքն ամեն երաժշտությունն է պետք է, բայց այն որ մշակույթի նախարարության մեծ ֆինանսները գնում են դասական երաժշտության վրա, մնացած կրճոնները շպրտում են ազգային բաներին, կոլեկտիվներին։ Նախարարություն չկա էլ։ Դե հա։ Դե ընդհանուր է միացրած նախարարության մասին է խոսքը։ Ով զբաղվում այդ ոլորտով։ Հա, բայց որ մտածում ես, իրոք աբսուրդ է, էլի, սա մենք այն երկրներից ենք երկրագնդի վրա, որ իրենց ազգային նվագարաններով կարող է բազմազան երաժշտություն նվագել։ Հազվագյուտ երկրներից մեկն ենք։ Մեր հետ կարող է նաև լինել Չինաստանը, որ իրենց ազգային նվագարաններով կարող են բազմազան երաժշտություն նվագել։ Իսկ այդ առաջընթացին ում ենք պարտական։ Սա անհատներ են եղել միշտ, անհատներ եւ ազգային երաժշտության ոնց ասեմ, գերիներ, որոնք չեն կարող առանց այդ ազգային երաժշտության չեն պատկերացնում իրենց կյանքը։ Շատ նույնիսկ ժողովրդական բնագավառում մասնագետներ կան, ասենք մեկը միայն կոմիտասի ստեղծագործություններից է հասկանում, ասում է հայկականը կոմիտասն է, մնացածը հայկական չեն։ Սա ծիծաղելի երևույթ է եւ ցույց է տալիս տվյալ մարդու նեղ սահմանափակ մտածողությունը։ Ես երբեք այդպիսի բան չեմ ասի, չեմ էլ ասել, ժողովրդական երաժշտության ոչ մի ճյուղը մյուսից չի կարելի գերագնահատել կամ թերագնահատել, որովհետև ամեն մեկը իր տեղը ունի, թե կեղճկական ֆոլկլորը, թե կոմպոզիտորական ժողովրդական կոմպոզիտորական ճյուղը, թե հոգևոր երգը, որը նաև ժողովրդականի մասն է, աշուղականը, որ համարվում է եւ համարվել է ժողովրդական երաժշտության պրոֆեսիոնալ ճյուղը, եւ մեր թվարկությունից առաջ եղել է նաև կուսանական երաժշտություն, որը ուսումնասիրված չէ եւ Հայաստանում չկա կուսանական արվեստ ուսումնասիրող ինստիտուտ եւ շատերը ովքեր գիտեն թե կուսանն ու աշուղը նույն բանն են, սխալվում են։ Կուսանականը եղել է մեր թվարկությունից առաջ, ցավոք սրտի մեր ղեկավարությունը ավելի շատ ուրիշ բաներով է զբաղված, հետաքրքրված չեն։ Եթե կուսանական արվեստով զբաղվող
գիտություն լիներ, կունենայինք նաև կուսանական ինստիտուտ եւ կուսանագիտություն պարկ ունենայինք մեր առօրյայում, բայց ցավոք կուսանագիտություն չկա եւ կոնսերվատորիայում ոչ, դրա համար ինստիտուտ է պետք, անհատներ եղել են եւ նաեւ կոմիտասներ իր մեմուարներում գրում, որ իր երազանքն է կուսանական երկը այդ խազերից վերցանել եւ հասցնել մեր օրեր, բայց չի կարողացել, մարդը միայնակ հնարավորություն չունի այդ կան մեծ մասշտաբի կործանել իսկ խազերի վերծանումը այս ինչ-որ Արտուր Շահնազարյանը մեծ աշխատանք է կատարել այս առումով, բայց եթե վերջնական կդած լիներ այդ բանալին խազերի կկարողանայինք ամբողջ աշխարհին ծնգի բերել մեր առաջ, որ մենք մեր թվարկությունից առաջ նոտագրություն ենք ունեցել, բայց ցավոք անհատների միջոցով հնարավոր չի դա վերջնական կետի հասցնել իսկ մի խոսքով այսպես ասեմ որ կուսանականը էլի ժողովրդական երաժշտության ճյուղերից մեկն է որ ուսումնասիրված չէ տարբերությունը ասեմ աշուղականի հիմնական տարբերությունը այն որ լեզվական արդեն լուրջ խնդիր կա հազարամյակների ուրեմն անջրպետ կա աշուղականի եւ կուսանականի մեջ խորենացուց եմ հասել Կուսան Նազենի միակ կուսանի անունը որ Վահագնի ծնունդն է նկարագրում, այո, երկներ երկին, երկներ երկիր։ Դա Կուսան Նազենի ստեղծագործությունն է։ Կուսանները միայն եղել են պալատներում, փառաբանել են աստված, բազմաստվածներ այդ ժամանակաշրջանում, աստվածներին են գովաբանել, արքաներին եւ զորապետներին։ Իսկ աշուղները 15-16-րդ դարերից հետո առաջացած մի ճյուղ է, որը համարվել է պրոֆեսիոնալ եւ Բարարմատերը երկուսի բարարմատն է օտար է, աշուղականը էշք արմատից է, այն որ ասում են այս դրացիների անունը չեմ էլ ուզում տալ, այդ դրացիների բառը իրանք ղ հնչյուն չունեն։ Էշք արմատն է, արաբական է, բայց Հայաստանում այն դարձել է իր հնչերանգը ստացել է եւ Կոմիտասը սրա մասին էլ է գրել ասում է այսպես, ասում է հայկական լեռնաշխարհում այնքան ինքնատիպ դարձավ աշուղական երկարվեստը, որ ես այն որոշեցի վերանվանել կուսանականի։ Կոմիտասն էլ է այսպեսի խոսքեր ասում, դա երազանքն էր կուսանականը բանանել, բայց դա չի կարողացել։ Ենթադրություններ կան, որ ագնա երկերը դրանք կուսանական են, բայց դա դրանք ենթադրություններ են։ Դա փաստ չի, որ ապացուցված է։ Զուտ ենթադրություններ են, իսկ ժողովրդական երաժշտության վերջին առաջացած ճյուղը դա քաղաքային ֆոլկլորն է, որը ներառում է քաղաքում հնչող ստեղծվող բոլոր երաժշտությունները, ռեստորաններում հնչող կենցաղային երաժշտությունն էլ է ցավոք սրտի մտնում այդ հիմնված հայտարարը։ Հարցը կանխեցիք, ուզում եի խոսենք հենց ռապիզից, ոնց է այն ծագել եւ ինչ տրանսֆորմացիա է ապրել, մեր օրերում այն ինչպիսին է եւ ինչ վտանգներ ունի վերջո։ Տեսեք, կեղճկական ֆոլկլորը, որ քաղաքները արդեն սկսում էին մեծանալ, կեղճկական ֆոլկլորը կարծես սպառում էր իրեն, որովհետեւ աշխատանքային երգերը, օրոցային երգերը ոնց որ տիպիկ գյուղի մարդուն բնորոշ լիներ, քաղաքում ուրիշ բաներ առաջացան, արդեն աշխատանքային այլ բաներ եւ կարծում եմ որ քաղաքային ժանրը այդ ժամանակից է սկսել զարգանալ եւ հատուկ թեմատիկ ուղղվածություններ եւ քանի որ մեր ժողովուրդը սիրում է քեֆ անել, քեֆչի ժողովուրդ ենք, դրա համար համերգային դահլիճներն էլ են վերածվել ռեստորանային, էլմինատորներին կանգնում պարում են։ Այսինքն կենցաղային ոլորտը ապահովող երաժիշտներ նաև առաջացան, որ մարդկանց քեֆերն էին ապահովում եւ քեֆերի ժամանակ բնականաբար առաջ ստեղծվում էին հենց հայկական ռաբիս, որը այն ժամանակ վիրավորական բառ չէր։ Գիտեք, վիրավորական բառ չէր մինչև 50 տարի կամ ավել, որտեղ մենք ռաբիս կոմիտե ենք ունեցել եւ մեր հանրահայտ նշանավոր տուտուկար Ջիվան Կասպարյանն էլ տնօրենն է եղել։ Այսինքն եթե հիմա այնքան է որակազրկվել ռաբիս բառը ինքը իրեն, որ եթե մեկին նույնիսկ հակուկապն է ուզում վատ կերպով նկարագրել, ասում ես, ես ինչ ռաբիս հակուկապ ունի։ Սա այդ կենցաղային ոլորտը ապահովող անճաշակ եւ գող երաժիշտներից է գալիս, որովհետեւ իրենք դրացի երկրներում ինչքան անճաշակ մելիզմատիկայով, ինչքան բան կա, դրանք զետեղեցին այդ երաժշտության մեջ, համեմեցին, գողացան, ամբողջական երկեր վերցրեցին, բառեր տեղափոխեցին, դրեցին վրան
շատ հեռու չգնանք, դուք գիտեք Բաղաղբյուրի մոտ երկը Արամ Ասատրյանն է գրել, ցավոք սրտի սխալվում եք, դա պորտապար է, պորտապարի երաժշտություն է, ես ինքս 91 թվականին դա լսել եմ Սիրիայում եւ բառերն էլ վերցրել է Չիվանուց, սա նշանակում է Արամ Ասատրյանի երկն է, շատ լավ տղա եղել, բայց հեշտական Բայց ված գործ է արել ըստ այո, եւ Թապեշ Ալիքից իրանք հեշտական անգամ ամեն անգամ կողանում էին ամբողջական երկեր իրենց նախանվագներով հայերեն բառեր էին տեղադրում եւ այդ ժամանակ գործող մշակույթի նախարարն էլ տեղյակ չլինելով իսկությունից Կուսանի կոչում է տալիս առանց իմանալու թե Կուսանը ինչ է, Աշուղը ինչ է, ընդհանրապես ստեղծագործողը ինչ է Ինչևէ, դա մեր պատմությունն է արդեն, բայց դե ի վերջո շատերը կան, որոնք այս մասին գիտեն, բայց հարգելով այսպես լռում են, որովհետև շրջապատում ընկերներ կան, որոնք իրենցից կարող են եղանան, ես այդ խնդիրը չունեմ, որովհետև ես ճիշտն եմ ասելու, ես այդ ոչ պետական ձեռնարկությունում աշխատում եմ, հիմնարկությունում, ոչ էլ կապ ունեմ այդ կենցաղային երաժշտությունը ապահովող մարդկանց հետ Արտեմ կներեք մի պահ ընդհատեմ ձեզ, ուզում եմ մի ներկայացնել քաղաքային ֆոլկլորի մի նմուշ երգ, որ այն ժամանակ մինչև այս Ռաբիզի այս տարբերակի ներմուծումը կար, որ մարդիկ կարողանան տարբերել ինչ էր եւ այսօր ինչ դարձավ։ Ասեմ, դու գրակ աչերով գրել է Միհրան Թեմիրճյանը, որը գործիքավորող եւ ստեղծագործող էր եւ աշխատում էր Արամ Մերանգուլյանի նվագախմբում ու դա հարեր բազմաթիվ ստեղծագործություններ ունի եւ ասեմ ավելին Ռուբեն Մաթեոսյանն էլ երգել է այդ երգը Այսինքն այն ժամանակ ցենզուրա կար եւ հետևում էին պետականորեն հետևում էին գնում էին ուրեմն ռեստորաններում հատուկ հսկում էին որ եթե շեղվածություն կա ռեստորանում այսինքն արմատներից ազգային արմատներից շեղվում է դա որակազրկում են եւ տուգանում էին ռեստորանին անունները այդ չեմ ուզում տալ հիմա բայց այդ հսկողությունը կա հիմա չկա այդ հսկողությունը հիմա եթե նույնիսկ ռեստորանների վրա հսկողություն տնեն համացանցը արդեն իր սև գործանում է Հնդկաստանից մի խոսքով արևելքի այդ խորքերից Աֆրիկայից վերցնում են նմուշներ այս շատ տաղանդավոր գործիքավորողներ են իդեպ ասեմ այս նմուշները վերցնում են գործիքավորման մոդելն են վերցնում Քրդստանից շատ են վերցնում Քրդստան ալիքա այնտեղ մոդուլներ ամբողջովին վերցնում վարպետորեն գործիքավորում տեղադրում են այդ բառերի հայկական բառերի վրա եւ մեր ժողովուրդն էլ իմանալով որ բառերը հայկական են ուրեմն հայկական է խեղաթյուրում են երաժշտությունը չեն զգում ախր գուցե պահանջար կա ու եւ հասկանալի չի ինչու այդ երաժշտությունը իրենց այդքան հոգեհարազատ այդքան մասսայական չէ օտարամոլ է եթե օտարամոլ չլիներ տեսեք Անդրկովկասում 3 հիմնական լեզուներ գոյություն ունեն չէ հայերը ամենալավն են խոսում օտար լեզուներով չեք մտածել այս մասին ինչի այդպես հայերը այս 3 ազգերի միջից դասական երաժշտություն ավելի լավ են գրում Այս 3 ազգերի միջից օտար բաներից եմ խոսում հայերը այս 3 ազգերի մեջ ջազ ավելի լավ են նվագում բայց հայերը իրենց ազգայինից այս 3 ազգերի միջից ետ են մնացել Իսկ գուցե դա մշակութային գործիչների թերությունն է, թերացումն է։ Չէ, դա պետական հոգացություն է եւ հատուկ ազդելու։ Այսինքն մենք մեր միջից ունենք օտարամոլությունը, որ մենք ասենք որ 3 հոգի կանգնեն Կովկասի 3 ազգերից ռուսերեն սկսեն խոսել, ամենաանակցենտը հայը կխոսի։ Այսինքն մենք օտարը սերտելու եւ սեփականացնելու շնորհը մեր մեջ ավելի լավ է տրված։ Որ ասում եմ մեկ եմ ինչքան էլ որ դուք սիմֆոնիկ նվագախումբով ասենք չարչարվեք ուզենաք այդ Բեթհովենին լավ նվագեք գերմանացուց լավ չեք նվագի կե Բեթհովենը որտեվ դա իրենցն է իրենց ազգային երաժշտության հիմունքների վրա ստեղծված բան է իրենք մեր նվագածը իրենց համար հա կարող ասեն շոյվ են ասեն ինչ լավ է որ հայերն էլ մեր երաժշտությունը նվագեցին բայց Արամ Խաչատրյանի պես մեծություն ունենք Որ ստեղծագործության հիմքը ժողովրդական երգն է։ Հələ մի հատ դուք այսպես ընդհանուր առմամբ նայեք թե տեսեք մեր կոմպոզիտորների իրավիճակը։ Տեսեք, ամբողջ աշխարհում որ անկյունը գնացել եմ Արամ Խաչատրյանի անունը հայտնի է։ Մյուսների անունը հայտնի չէ, գիտեք ինչի, որտեղ Արամ Խաչատրյանի ամբողջ ստեղծագործության հիմքում
ժողովրդական երաժշտությունն է։ Նա գրում է. «Իմ նպատակն է ազգային ժողովրդական երաժշտությունը սիմֆոնիկ նվագախմբի միջոցով հասցնել ամբողջ աշխարհին»։ Եվ նա հանճարեղ կերպով իր գործը արեց եւ եթե ներկապնակի պես ընդունենք կոմպոզիտորներին, Արամ Խաչատրյանի գույնը խիստ տարբեր է, այսինքն նա ինչ որ գույներից խառնված գույն չի, ինքը անհատական վառ գույն է, որ զարմանալի է, որ երբեմն համատում է Շոստակովիչի հետ իբր ինչ որ բաներ նմանություն, բայց ես նայեք, կոմպոզիցիոն թե հնարքներով, եթե ասենք, կոմպոզիցիոն հնարքներով էլ է ուրեմն կարողանում ինքը լավագույնների շարքում լինել եւ ազգային երաժշտությունը օգտագործելու հանճարեղ կերպն էլ, այսինքն երևի թե ամենաառաջինն է այդ գծովել ինքը, որ ոնց է կարողացել, ինքը մեծ մասը իր ստեղծագործությունների ժողովրդական երաժշտությունն է մշակած, այսինքն այդ երաժշտությունը ինքը ոչ թե գրել է, ինքը ժողովրդից վերցրել է, մշակել է։ Եվ դա զգացվում է, ակնհայտ է։ Հա, ու եւ դրա համար ինքը իր վառ գույնը ունի, իսկ մնացածները ես կոնսերվատորիայի ասես հեշտով որ փոխում են ռեկտորները, անընդհատ այս թեման որ խոսում ենք, ասում եմ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան տարիներով չի տալիս կոմպոզիտոր Կոմիտասի գործը շարունակող։ Մենք համամարտկային երաժշտություն ենք կրում, ասում են, հիմա ավելի խայտառակ իրավիճակ է այնտեղ։ Ուրեմն, երբ որ ես իմ բախտը բերեց ընդունվեցի կոնսերվատորիայի նաև կոմպոզիցիայի բաժին, ինձ դասական կոմպոզիտոր էին նշանակել, որ ինձ դասավանդի, ես ասեցի, որ եթե ինձ ժողովրդական գծով կոմպոզիտոր չի դասավանդելու, ինձ պետք չի այստեղ սովորել եւ ժամանակավոր, տեսեք ինչ եմ ասում, պատմության մեջեղի կոնսերվատորիայի ժամանակավոր Խաչատուր Ավետիսյանին բերում են, որ ինձ դասավանդի։ Իսկ սա ոչ թե պիտի լիներ ժամանակավոր, մեր դրացի ազգերը ուրեմն ամեն տարի տալիս են 50 հատ ժողովրդական գծով կոմպոզիտոր, 3 հատ դասական։ Մեր կոնսերվատորիայի պատմության մեջ օրինական, որ ժողովրդական գծով կոմպոզիտոր է դասատվել, առաջին եւ վերջին ուսանողն եմ եղել, բայց գուցե ես բանեմ անշնոր կոմպոզիտոր եմ, հո ինձնով չի բանաղում սկսում եւ վերջանում։ Մենք այսօր Գևորգ Մանասյան ունենք, որ Արամ Խաչատրյանի աշակերտն է եղել, Գևորգ Մանասյան ունենք, որին կարող էին բերել կոնսերվատորիա եւ ժողովրդական երաժշտություն ստեղծելու շնոր սովորածներ, այսինքն բանաներ, բացատրել ոնց է պետք ստեղծել։ Մեր օրերից դա է ուզում հարցնել, ինչպես կարելի է ստեղծել ժողովրդական երաժշտություն։ Այսինքն մեղեդիները մշակել։ Գիտեք, այնպես են արմատախիլ արել, որ նույնիսկ արդեն կարելի է ասել, որ արդեն էլ վերջ է։ Արդեն կարմիր գրքից էլ է ճնջված այդ բանը։ Այսինքն, գիտեք, դա պիտի ծնվել, ապրել այդ երաժշտության մեջ, որպեսզի կարողանաս այդ երաժշտությունից գրել։ Եթե դու ամբողջ ժամանակ սնվել ես ուրիշ բանով, քո աշխարհը ուրիշ է, քո երակների մեջ ուրիշ արյուն է հոսում։ Դու ուզենաս ժողովրդական գրես ծիծաղելու են։ Ժողովրդական երաժշտությունից հասկացող մարդիկ քո գրած երաժշտության վրա ծիծաղելու են, որ ինչքան օտար ես գրում։ Բայց զարմանալի չէ, օրինակ ունենալով այդքան հարուստ մշակույթ, այդքան շատ, չգիտեմ, ժողովրդական երգի նմուշներ, տարբեր ոլորտներում ես ծանոթ եմ, գիտեմ, լսել եմ եւ օգտվել ուրիշից։ Դրա այդ ֆենոմենը որն է, չեմ կարողանում հասկանալ։ Այսինքն ժամանակի երաժիշտները չներկայացրեցին բավարար չափով ժողովուրդ։ Նույն ինքը Արամ Ասատրյանը ինչու թողեց այդ հարուստ հայկական շտեմարանը երաժշտության եւ գնաց դրսից ինչ որ բաներ ներմուծելու։ Չէ՞ որ մեր ես շատ եմ խոսում երաժշտագետների հետ նույնիսկ, իրենք ասում են, որ մենք նույնիսկ այնքան անմշակ երգեր ունենք, որ գրառել ենք տարբեր շրջաններում, դրանք բազմաթիվ են։ Մենք կարող ենք նմուշները հազարներով բաժանել ես մեր դրացիներին, մեզ այդքան էլ կմնա, հավատում եք, այդքան ինչքան ունենք անմշակ ստեղծագործություն։ Դա է ինձ զարմացնում, ինչի համար։ Դե երևի թե անուշադրությունն է կամ հատուկ նպատակը։ Ես կոնկրետ փաստեր չունեմ, որ իրոք ինչ որ մի երկրից կառավարում են, որ երկիրը արմատախիլ անեն, բայց կոնկրետ փաստը նա է, որ ես մի ապացույց բերեմ, ես ձայնագրություն ունեմ, ուրեմն Սայաթ Նովաշովական երգի անսամբլում աշխատած տարիներին Թովմաս Պողոսյանը, որ մեր օրերի ամենամեծ գիտակն եմ համարում, իրեն ժողովրդական երաժշտության մեծ գիտակ, ուրեմն ձայնագրում է Էդվարդ Միրզոյանին, հրավիրել է համերգին, Էդվարդ Միրզոյանը գիտեք ինչ ասում է, գիտեք, ես բազմաձայն երաժշտության սովոր մարդ, եկել եմ մոնոդիկ երաժշտության համերգի, եւ ես սպասում էի, որ պիտի ծանծրանամ այս համերգին, բայց
հավատում եք, ասում է, ես մոնոդիկ երաժշտություն եմ լսել ամբողջ 2 ժամ եւ չեմ ցանցրացել, ասում է, ես հասկացա, որ ու սկսեց իմ մասին խոսել, որ ով է ձեր մշակումները անում, Թոմաս Պողոսյանը ասեց Արտեմ Խաչատուրն է, կոմպոզիտոր, ինքն է բանը, ասեց ում մոտ է սովորել կոմպոզիցիա, Էդվարդ Միրզոյանը հարցնում է ում մոտ է սովորել, Թոմաս Պողոսյանը ասում է Խաչատուր Ավետիսյանի ուսանողն է, Էդվարդ Միրզոյանը գիտեք ինչ է ասում, ասում է ոնց Խաչատուր Ավետիսյանը չի հիշում բնականաբար, ասում է կոնսերվատորիայում ժողովրդական գծով կոմպոզիցիա չկա։ Սա ասում է Էդվարդ Միրզոյանը, հասկանում եք, այսինքն իրենք գիտեն որ չկա։ Ասեմ ավելին, իմ ուսանած տարիներին կոմպոզիցիոն հնարքներից մեկը ֆուգա գրելն է, պոլիֆոնիկ առարգայթ է, բազմաձայնության էլեմենտներից մեկն է, եւ ամբողջ կուրսը, որ շատ տաղանդավոր են եղել իմ ամբողջ կուրսը, շատ տաղանդավոր երաժիշտներ էին, ֆուգան որ գրում ենք, ինչ որ մի տակտես գրում եւ դա մեխանիկական էլեմենտներով երկարացում հասնում ես մոտ ինչքան ուզես, կես ժամ, եթե ուզես։ Բոլորը պարտավոր էին գրել Բախի ոճով, միայն ինձ էր թույլ տված շարականի ոճով գրել։ Ոչ մեկը իրավունք չուներ շարականի ոճով գրել, եւ դա մինչեւ հիմա պահպանվում է։ Բոլորը պարտավոր են ֆուգան գրել Բախի ոճով։ Դուք կասեք ով է տվել այս հրամանը։ Ասեմ ավելին, ժողովրդական երաժշտության համար գոյություն ունի ազգային հարմոնիկ դարձվածքներ, ազգային հարմոնիա, այսպես ասեմ։ Մենք կոնսերվատորիայում անցնում ենք միայն դասական հարմոնիա։ Հարմոնիայի քննությունը որ տալիս են, Հայդենի Մոցարտի համակարգն է սովորում մեր երաժիշտը եւ հանգարց մեկը փորձի շեղվել, չի կարող։ Ժողովրդական նվագարանների բաժինն էլ, ժողովրդական երգի բաժինը։ Բոլորը սովորում են դասական հարմոնիա։ Ազգային հարմոնիա նույնիսկ դասագիրք չկա, այսինքն ազգային երաժշտություն եթե ձայնավորես, այդ հարմոնիկ համակարգը, որտեղ ազգային լատերը ուրիշ են, Եվրոպայում 2 լատ կա, մեր մոտ շատ են այդ լատերը։ Այդ համակարգը նույնիսկ չկա։ Իսկ ով դա պետք է ներմուծի։ Օրինակ հիմա, ասենք ծրագիր պետք է մշակվի եւ ներկայացվի նախարարությանը։ Նախարարությունը անում է այն գործը, ոնց որ դասականն է իրենց գործը ազգայինը վերացնել, հիմա էլ է շատ ուժեղ կերպով է արվում դա։ Երևի 1-2 տարից ժողովրդական պետական կոլեկտիվ չի լինելու Հայաստանում։ Բոլորը փակում են։ Արդեն կուսանական անսամբլը փակվել է, հերթով սկսում են կրճատել մյուս խմբերը, մանը քիչ-քիչ են անում, որ բան չառաջացնի, էլի, ապստամբության բան դուրս չկա, էլի, խելացի ձևի են վերացնում, էլի, ազգային երաժշտությունը։ Դուք ասում եք հագարակ ուղղությամբ գնալ, մենք հիմա պետք է մտածենք, այնպես անենք, փրկենք չվերացնեն, դուք ասում եք հագարակ ուղղությամբ լողանք կետը։ Չէ, ես կողմնակից եմ ավելի լայն քայլեր անելու, որ կարողանանք մի փոքր ինչ-որ բան պահել։ Եթե ինքնուրույն պետություն լինեինք, միգուցե հնարավոր լիներ սա։ Մենք ինքնուրույն չենք, մեզ դրսից կառավարում են, չեմ կարծում թե դա անհատներ միգուցե անեն, բայց չեմ կարծում։ Բայց օրինակ նայեք, այստեղ ուզում եմ ձեզ փոքր հակադարձել, օրինակ, տեսեք, մենք ունենք այդքան հարուստ երաժշտական ավանդույթներ, երաժշտություն ունենք, ամեն ինչ ունենք, չէ՞, բայց մենք գողանում ենք դրսի անորակ, այն որ մերը չի։ Իսկ դրսից վերցնում են մեր լավագույնը։ Օրինակ, այստեղ արդեն անհատների հարց է, չէ՞։ Այդ անհատները ինչի են գնում դրան։ Գուցե իրենց դեմն է պետք առնել ավելի շատ ռոպագանդելով իսկական երաժշտությունը, չգիտեմ, հովանավորների միջոցով է, ինչ է, ասենք, ձեր նվագախումբը ավելի շատ ելույթներ ունենա, չգիտեմ, հնարավոր է անհատների միջոցով ինչ-որ բաներ անել այսօր ձեր կարծիքով։ Ճիշտն ասած, դա պրոդյուսերական կամ մենեջերական աշխատանք է, որով չեմ զբաղվել։ Իմ գործը նստել տանը, գործիքավորում անել, ժողովրդական։ Ես ելքեր եմ փորձում էլի գտնել այդ, չգիտեմ, մեր հարստությունը պահելու, ի վերջո իմ կարծիքով ոչ միայն մեր սահմաններն են անպաշտպան, այլև մեր ազգային մշակույթը այսօր։ Դե հա, որ մտածում ես, ասենք հա մենք տարածքներ ենք կորցրել, բայց օրինակ մի մեծ տարածք կորցրեցինք իրենց ազգային բանով, հատկություններով, օրինակ Արցախյան այդ աշխարհը ունի իր ձեռագիրը, Շիրակը ունի իր ձեռագիրը, Լորին իր ձեռագիրը, ամեն ժողովրդական երաժշտական առումով եմ ասում, բայց օրինակ հիմա մենք ման եկանք չկտանք որևէ մի բան, որ Արցախյան երկերը երբեք պատկերացնում եք այդ տարիներին, որ 30 տարին որ Արցախը ինքնուրույն այդպես եղել է, հատուկ լուրջ մշակումներ չեն արվել։
Հիմա գործունելուց հետո ճիշտ է արեցինք, բայց դա Արցախի նախարարության գործն էր։ Ժողովրդիկների մեծ կազմով գործիքավորումներ են կարել եւ QR կոդով այդպես Նարեկի հովանավորությամբ Նարեկը այդ մարդկանցից մեկն է, որին դուք հիմա ուզում եք փնտրել գտնել ու չեք կարողանում անուն ասել, ես կարող եմ այդ մարդու անունը ասել եւ շատ բարձր ասել այդ մարդու անունը, մի մարդ, որը տարօրինակ է իմ համար։ Մի մարդ, որը ապրելով դրսում ունենալով ամեն ինչ, գալիս է, ստեղծում է Հայաստանում Նարեկացի արվեստի միություն, որը ուրեմն զբաղվում է հետևյալ գործով։ Այն մարդիկ, որոնք ի վիճակի չեն դալիճ վարձելու, համերգ տալու, ցուցասրահ վարձելու, որ իրենց նկարները, քանդակները ցուցադրեն, ֆիլմ են նկարել, չեն կարող դալիճ վարձել, որ ֆիլմը ցուցադրեն, այսինքն բոլոր արվեստագետներին սատար է կանգնում, գովազդն է անում, աֆիշաներ է տպում անվիճար, այդ համերգ ուզում են նկարանել, անվիճար նկարում է, սա անում է 2008 թվականից։ Դուք պատկերացնում եք ազգային կոլեկտիվները փակում են արդեն, վերացնում են, այս մարդը իր միության մեջ երկու հատ ժողովրդական նվագախումբ ունի, Նարեկացի նվագախումբը եւ նվագախումբը, երկու հատ ժողովրդական նվագախումբ իր անձնական բիզնեսի, իրենց ընտանեկան անձնական բիզնեսի գումարներով երկու նվագախումբ է պահում եւ միությունն է պահում եւ այդքան արվեստագետների անվճար դալիճ է տալիս։ Այդ օրինակը շատ ոգևորիչ է եւ հիմա եթե լսում են մեզ ուրիշ անհատներ, որոնք ընդունակ են օգնել այդ գործին, թող իրենք էլ ձեռնամուխ լինեն։ Ինքը Շուշիում էլ ուներ Նարեկացի արվեստի միություն, ինչ ներդրումներ էր արել։ Ու ամենավատը այն է, որ պետական այրերը շատ լավ իմանալով որ տալու են հանձնելու են Շուշին, հանգիստ խղճով չէին բանում, ասինքն չէին խոչընդոտում կամ զգուշացնում ասում են այդքան ասեին քոնե այդքան ներդրում մի արեք հանձնելու ենք։ Ուրեմն Շուշիում ուներ Նարեկացի արվեստի միություն, որը բացօթյա դահլիճ ուներ մոտ 2000 հոգի նստելու տեղով, 3 հարգանի Նարեկացի արվեստի միություններ, Անտարի Փեշին հենց, այնտեղ ուրեմն անվճար սովորում էին ժողովրդական նվագարաններ նվագել, նվագարանները նվեր էր առնում Նարեկը, սովորում էին կավագործություն, նկարչություն, փակում ունեին կավ թրծելու եւ կավի մշակելու այդ աշխատանքները։ Փակից հետո գալիս էր տիկնիկային թատրոնը, տիկնիկներ էին պատրաստում երեխեք իրենց ձեռքով, տիկնիկային թատրոն ուներ, դրանից հետևը հյուրանոց ուներ, այսպիսի մոտ հսկայական եւ ամառային ճամբարներ էր արվում անվճար երեխաների համար, այն գործերը, որ իրենք են արել Հայաստանի համար, ես երկրորդ մեկին չեմ տեսել, չգիտեմ։ Ես այդպեսի անսովոր մարդ։ Այսինքն անհատների միջոցով հնարավոր է ինչ-որ բաներ անել, որ իրենք պետք է շատ լինեն։ Չէ, տեսեք, եթե շատ բան չէ, բայց որոշ եթե այսօր հմեկում չգնահատեին այդ ժողովրդական երաժշտությունը, որ 30 տարի ես չեմ տեսել։ Ըստ երևույթին երևի Տիգրան Վիրապյանը կապված է ժողովրդական երաժշտության հետ, գնահատում է, ինքն է պրոդյուսերը, ինքն է որոշում այդ բաները եւ ես երկերկոցը նկատի ունեք։ Այո, երկերկոցում վերջապես ժողովրդական լրիվ ժողովրդական նվագարաններից բաղկացած կազմով ժողովրդական երաժշտություն ներկայացնելու նոր բան է բացվել եւ իմ համար զարմանալի էր սա։ Հիմա կարող ես սա յետերտակ կառավարության անդամներից մեկը տեսնի, արկել են, եթե տեսակ երկերկոցում դուրս է եկել ժողովրդական երաժշտության հատվածում, ձեր հաղորդման շնորհիվ է ուրեմն։ Չէ, հուսով եմ մենք այդպեսի վատառություն չենք մատուցի մեր ժողովրդին ամեն դեպքում։ Դա եթե լինի էլ ես մեկը չեմ թողնելու իմ աշխատանքը, ես շարունակելու եմ։ Այսինքն մենք այսպես տեմպես շարունակում ենք։ Ես Նարեկացի նվագախումբը ես սխալ ասեցի թվականը 2004 թվականից է Նարեկացի արվեստի միությունը գործում, Նարեկացի նվագախումբն է 2008-ից եւ տաղանդավոր թառահար եւ մեծ երաժիշտ Հովիկ Սահակյանն է հիմնադրել։ Ես 2015-ից եմ եկել Նարեկացի նվագախումբը, եկել եմ մեծացրել եմ կազմը, ավելի մեծ նվագախումբի կազմ եմ։ Իդեպ ասեմ, որ մեր նվագախմբում բոլոր նվագարանները ազգային են, բացի կոնտրաբասից։ Քանի որ նվագարաններ պատրաստող վարպետներ չունենք, պատրաստի նվագարան չունենք բասպամբիր, դրա համար կոնտրաբաս եք ներմուծել։ Հա դե ուզենք չուզենք դա պետք է անենք։ Մենք 1905 թվականին ունեցել ենք Վարդանպունին ստեղծել այդ նվագարանների բոլոր տեսակները, բայց դրանք այսօր Հայաստանում չեն։ Տարել են Միջին Ասիա, այսինքն որ քաղաքի թանգարանում են տրված։
այդ նվագարանները, որոնք Վարդանպունին ստեղծել է, չկան այդ նվագարանները, այստեղ էլ մարդիկ չգիտեն ոնց պատրաստ են ազգային դրսում հյուրախաղերով դուք հանդես գալիս եք եւ ինչպես է ընդունվում հայկական ժողովրդական երաժշտությունը, ժողովրդիկները, հասկանալի է, կարելի է դրսում։ Այնքան ցավալի բան եք ասում, դուք պատկերացնում եք երբևէ Երևանի մարզահամերգային համալիրում ժողովրդական նվագախումբը նվագի ու դահլիճը լցվի։ Թաթուլի համերգին ինչ որքան ես տեղյակ եմ համացանցից լցվել էր, բայց այդ խեղաթուրվել է մեր ժողովրդի պատկերացումը։ Ասենք մի հատ դուդուգար կանգնում է այդ էլեկտրական գործիքների առաջ, հիմա ժողովուրդը գիտի թե դա է ժողովրդականը։ Ոչ, ժողովրդականը նա է, որ բեմին եղած բոլոր նվագարանները ժողովրդական են։ Եվ պատկերացնում եք մարզահամերգային համալիրը ժողովրդական նվագարանը լցնի ու հանդիսատեսը լիքը լինի ու մեծ հաջողությունով համերգ տա։ Դա ֆանտաստիկայի ժանր է, բայց սրան հակառակ լրիվ ազգությամբ հույն մեկը հրավիրում է Վարդան Բադալյանին համերգի, Աթենքի իրենց օլիմպիական մարզահամերգային համալիրում, որը մեր համալիրից մեծ է բավականին։ Արդեն մեծ ժողովրդական է երգում միայն, որքան գիտեմ։ Չէ, միայն չէ։ Էստրադային էլ է երգում, բայց ռաբիս չի երգում, ռաբիս չի երգում, հա։ Հա, ուրեմն Նարեգացի նվագախումբը Վարդանի հետ մեկնում է համերգի եւ մեկ օր առաջ մեզանից այդ դահլիճում ելույթ է ունում Հունաստանի ամենահզոր խումբը, իրենց ազգային խումբը, հաջորդ օրը Նարեգացի նվագախումբը էլի լեփ-լեցուն դահլիճով։ Այսպեսի մենք համերգ ենք ունեցել Աթենքում, Հունաստանում։ Դահլիճում հայեր էին, թե հույներ էին նաև։ Դահլիճում։ Դահլիճի մեծամասնությունը հույներ են։ Եվ Աթենքի ամբողջ կենտրոնը Արմենիա էր գրած մեր աֆիշայի վրա, մի պարու կերպարով, հայու կերպարով, այդպեսի փիրուզագույն այդպես աֆիշաներ էին, ամբողջ քաղաքի կենտրոնով ուղղված էին այդ աֆիշաներով, իհարկե լուրջ մարքեթինգային բան էին արել ու եւ դահլիճը լեփ-լեցուն էր։ Համերգից հետո ինձ մոտեցան տեղական համայնքից մի քանի հոգի, որոնք ճանաչում էին, բայց գիտես մենք եկած էինք ձեր համերգին, բաս էինք վարձել, որպեսզի 200 հոգով կանք։ 200 ըստ երևի 200 կամ մաքսիմում 300 հոգի հայ էին եկել, բայց քանի որ դեռ ռաբիս չէր, երևի բոլորը չէին եկել։ Սա այս ցավը դրսում էլ է պատել, որտեվ հստակ եմ ասում, ես մի բան փաստեմ, ուրեմն 96 թվականին Սայեթնով Աշուղական երգի անսամբլով մեկնել ենք Իրան համերգների, 19 համերգ ենք տվել, 19 համերգն էլ sold out է եղել։ Ունենք 5 համերգային ծրագիր, մեկ համերգը տվել ենք Թավրիզում, մնացած 18-ը Թեհրանում ենք տվել, 18 համերգը անցել է sold out։ Անցնում են տարիներ, ես արդեն Սայեթնով անսամբլում չեմ, ես արդեն Նարեգացի նվագախմբում եմ, ուրեմն Փերիա գավառի աշուղների բանով ծրագրով մեծ ծրագրային բան արեցինք, համերգ տվեցինք մեծ դահլիճում եւ գաղափար առաջարկեցի, ասեցի Փերիա գավառը այնտեղ ամենաշատ երաժիշտներ են եղել եւ աշուղներ եք ունեցել, ասեցի եկեք պատրաստ ենք նույնիսկ անվճար գնալ այդ ժողովրդին իրենց երգը մատուցել մեծ կազմի նվագախմբով, պրոֆեսիոնալ մշակումներով, գնանք անվճար համերգ տանք նույնիսկ։ Դիմեցինք, անուն ասելու եմ, թող լսեն ու ամաչեն իրենց արարքներից։ Արարատ միության մշակութային բաժնի աշխատակցի հետ եմ խոսում, ասեց մենք ժողովանենք ձեզ մեկ շաբաթից կզանգենք։ Նմուշները երևի ուսումնասիրել էին այդ երգերի բաների, ինչ է պատասխանում, ասում է հիմի մեր ժողովուրդը այդպիսի բան չի լսում, այդպիսի երգեր չենք լսում եւ ամեն նոր տարուն եթե դուք չգիտեք ամեն նոր տարուն 20 հատ ռաբիս խումբ է մեկնում Թեհրան նոր տարին քեֆ անելու, այսինքն որպեսզի նոր տարվա գիշերը քեֆ անեն իրենք մոտավորապես 20 Տերի հայության համար են նվագում։ Այո, իսկ 96 թվականին որ տարբերությունը տեսեք 10 տարում ոնց բան եղավ այդ ձևափոխվեց այդ բանը համայնքը 96 թվականին ուրեմն ներքևի Արարատ միությունում ենք այնտեղ ենք մնում Արարատ միությունը երկու մասի է բաժանվում վերևում որտեղ բավական մեծ տարածք ունեն եւ մեծ դահլիճ ունեն եւ ներքևի Արարատ են ասում փոքր Արարատի տրնապանը մեկ հայ է որ մի անգամ դրան մոտով անցնելուց լսեցի ինչ որ երգ է լսում
հարցրեցի ժողովրդական երգեր լսում, երգչու կատարմամբ եւ չճանաչեցի ով է երգչուին, ասեցի կներեք էլի կասեք ով է երգում այս երգը, ասեց Շողեր Մկրտչյան։ Ես Երևանում ապրելով ես չէի լսել Շողեր Մկրտչյան անունը, այսինքն ինչքան ապազգային քարոզ է գնում, ես Շողեր Մկրտչյանի անունը Թեհրանում ծանոթացա։ Եվ անցնում են տարիներ, այդ երգերը լսող ժողովուրդը, այսինքն իրենց մշակութային ճաշակ թելադրող հանձնաժողովը այնտեղի ասում են մենք այդպեսի երգեր չենք լսում։ Տարիների ընթացքում լրիվ հիմա դուք ասեք ինչ տեղի ունեցավ։ Այդպիսի հզոր, ամուր համայնք ոնց որ իրանահայերն են, որ իրենք այդպես հայ են մնացել, պինդ հայ են մնացել, ասեմ ավելին, ես չեմ սիրում Լոս Անջելես գնալ համերգ տալ, բայց ցավոք սրտի 14 անգամ եղել եմ այնտեղ։ Ես հարցրում էի, այսինքն հարցնում էի թե քարտուղարին ով որ զբաղվում է տոմսերի վաճառքով, ասում են կներեք, ինձ կասեք ովքեր են առնում այս բաները, մեր ժողովրդական երաժշտության համերգի տիկետները, տոմսերը, ասում են միայն պարսկահայերը։ Որևէ Հայաստանից գնացած հայ մեր համերգին չի գալիս։ Գալիս են միայն նրանք, ովքեր բարեկամական, ազգակցական կապ ունեն երաժիշտների կամ ինչ-որ մի բանով կապված են։ Իսկ մարդ, որը գնացել է Հայաստանից, ավելի ճիշտ փախել է Հայաստանից այնտեղ ապրելու, իրենք չեն գալիս ժողովրդական երաժշտության համերգի։ Իրանահայերը, որ այդպես ամուր կապված են եղել ազգային երաժշտության հետ, այսօր իրենք կամ իրենց ղեկավարող այդ հանձնաժողովը իրենք ասում են, որ մենք այդպիսի երգեր չենք լսում։ Դուք մի անգամ շատ հետաքրքիր բան ասացիք ուրիշ հարցազրույցներից մեկի ժամանակ, ասացիք, որ մեր ժողովուրդը հայկական երաժշտության սով կարծես ունի եւ բան է գալիս, ինչ լսի, ինչ անի եւ ռոպագանդվում է ռաբիզը։ Ոնց որ ըստ էության այդ բացը լրացվում է անորակ երաժշտությամբ։ Ոչ հայկական, անորակ չասում։ Ճիշտ եք ասում։ Հիմա նայեք, երբ որ այս վարչապետը նոր էր ընդունվել, մշակութային գործիչներին հրավիրում է մեծ դալիճ, որպեսզի հարցազրույց վարի, հետները տեսնի ինչն է խնդիրները, երկու կողմերում խոսափող էին դրել եւ մեծ հեշտ էր առաջացել, ես հասկացա, որ հեշտ չի էլ հասնելու այնտեղ, չես կարողանա քո հարցը բարձրացնել։ Ես կենտրոնում եմ նստած, երևի մի 10 քայլ եմ իրենից հեռու, ինքը այսպեսի բան ասեց, որ պետք է որ երեխաներին դպրոցից ուրեմն վարժեցնենք, որ գնան թատրոն, որ թատրոնի դալիճները լիքը լինեն եւ դասական երաժշտության համերգները պետք է լինեն, որ երեխաները դասական երաժշտության սովորեն։ Ես տեղից չհամբերեցի եւ բարձր ձայնով ասեցի՝ «Բա ժողովրդականը», այսպես կմկմած ասեց, «Հա, դե ժողովրդականն էլ էլի, բան, բայց ես հետո իմացա մենակ դասականն էին միայն բան արել, դե ժողովրդական համերգներ չէին անում»։ Ինչևէ, անցավ մի 40 րոպե, Գեղունի Չիչան էր մոտիկ նստած, Գեղունի Չիչանին բերեցին միկրոֆոնը տվեցին, որ ինքը խոսք ասի, ասեց, ես որպեսզի մեր երիտասարդությունը մագարտակ ձևավորի, պետք է որ իրենք փոքր ժամանակվանից լսեն Հայդեն, Մոցարտ, Բախ, այսպես ասում, եկե վարչապետը ասեց, «Բա ժողովրդականը», այսպես քար լռություն է դալիճում, մեկը իր անվտանգության բաներից մեկը դարձավ ինձ ասեց, ասում է, «Ես քո խաթեր ասեց», ես է բարձր ձայնով ասեցի, «Իմ խաթեր պետք չի, ժողովրդի խաթեր է պետք»։ Սա երևի նկարում էին, երևի փաստերով, բաներով կլինի, ես որ չունեմ այս սրատեսագրությունը, սա ես ասել եմ, որովհետև ես որևէ պետական հաստատությունում չեմ աշխատում եւ չեմ էլ աշխատելու ու չեմ էլ վախենում, որ ինձ գործից անեն։ Այսինքն ես խնդիր չունեմ այս բաները ուղիղ ասելու։ Իսկ անցնելով ձեր հարցի բուն իմաստին, հիմա տեսեք, փոքր ժամանակվանից մեր ժողովրդին ստիպում են, որ սա մակարդակով երաժշտություններ, բաներ են անում, լուսային շոուներ են անում, այսօր որ նայում ենք Համալիրը, բանը Մայքլ Ջեքսոն, սիմֆոնիկ Ջեքսոն են անում, սիմֆոնիկ Հայկո են անում, չգիտեմ ինչեր են անում, շոուներ են անում, որ ժողովուրդը Ջեքսոնի խաթեր գնա սիմֆոնիկ երաժշտության հնչողականությանը սովորի, հետո սկսեն Բախ ներարկել արդեն ժողովրդին, միևնույն է ժողովուրդը այն իր համով հոդով երաժշտությունը գնում տեսնում է ուրիշ տեղ չկա, գնում ասում է էս է,
Ռաբիզն է մերը։ Նայեք, ես ոչ թե ռաբիզին դեմ եմ։ Ռաբիզը պետք է ուղղակի որակա զրկել նրանց, ովքեր գողությամբ են զբաղված։ Այսօր տարօրինակ բան ասեմ, բայց կարող է մեկի եղբորը սահմանի վրա խփած լինեն, բայց ինքը ռեստորանում նստի հենց բառնել ասեմ, էլ թուրքի երաժշտությամբ 70% այսօր ռեստորանում հարսանիքների բաների ժամանակ մենք թուրքի երաժշտության տակ ենք քեֆանում, հասկանում եք ինչ եմ ասում։ Այս մի հատ կազմակերպություն է պետք, որ որակազրկի, տուգանք եք ուզում, բյուջե եք լցում, չեք պատկերացնում ոնց կլցվի, իրանք լավ գումար աշխատում են։ Տուգան եք բոլորին, ովքեր որ գողությամբ են զբաղված, եթե ադրբեջանական երգ եք երգում, ադրբեջաներեն դուխ ունեք, ադրբեջաներեն երգեք։ Հայտարարեք կանոնը, օրիգինալը երգեք, ադրբեջանական ձևով երգեք։ Բայց ոչ թե հայերեն բառեր դրեք վրան ու մատուցեք իբր հայկական։ Մեզ մոտ համարձակություն չունեն նույնիսկ ճշմարտությունը ասել։ Հիմա տեսեք, ժողովրդին զորով սրսկում են օտար երաժշտություն, որ չի ման է գալիս իրեն համոֆոտով երաժշտությունն է փնտրում, չկա, մենակ ռաբիզի մեջ կա այդ համոֆոտովն է, ժողովուրդն էլ մասնագետ չի հասկանա, այս կեսը ադրբեջանական է, կեսը քրդական է, կեսը արաբական է, կեսը թուրքական է, ինչական է, ինքը մասնագետ չի, իրան տեսնում է լավ ռիթմերը, բիթերը դնում են այնտեղ բարձր անմարդկային գլխացավ առաջացնող ձայներով քեֆ են անում, ասում են տեսար ինչ լավ քեֆ արեցինք։ Այսօր ապարանի ժողովուրդը, որ ամենահայրենասեր ժողովուրդներից մեկն է, տեսակներից մեկն է, հա, իրենք այսօր այդ որ ասում են հայրենասիրական բանը ժանր են պատրաստել այդ երկը մատակարարողները հայրենասիր ազգագրական դա ազգագրական են ասում, իբր ժանր է, բայց դա կեղծքական ֆոլկլորն է, ազգագրական ժանր չկա։ Ազգագրությունը դա բանահավաքության տեսակ է, դա ժանր չի։ Այսինքն այսքան չգիտեն։ Քանի որ խմբեր կային ազգագրական երկի բարի անսամբլ, այսինքն ժողովրդից հավաքած այդպես է կոչվում, էլի որ ժողովրդից բանահավաքության միջոցով հավաքված երկերը կատարող կոլեկտիվ։ Իրանք սա ընդունել են որպես ժանր, բայց դա կեղծքական ֆոլկլորն է։ Հիմա տեսեք, այն առաջվա մոդուլով, որ այդ երկերը կատարում էին, չէր անցնում, բանի տեղ չէր, հաջողություն չկար, քրդական գործիքավորման էլեմենտները բերեցին, դրեցին տակը, այսօր եթե գնակապարանի շրջանում ասեք ով է ամենահայրենասիրական երկերի երկողը, այդ երկիչը ով է։ Ներսիկ Իսպիրյանը, իրենց գործիքավորողները շատ մեծ վարպետությամբ, ուրեմն քրդական այդ գործիքավորման տեսակը վերցրեցին, դրեցին իրենց երկերի վրա եւ սկսեց հաջողությունը իրանք այսօր կարող է համերգաշար անեն ամբողջ Ռուսաստանով բոլոր դահլիճները լցնեն։ Այդ շրջանը, որ իրենց հաջողությունների շրջանը սկսեց գրանցվել, Հայաստանում հայերեն զուռնափչող չմնաց։ Երևի մի ձեռքի վրա կարելի հաշվել են երաժիշտներին, զուռնանվագողներին, որոնք հայերեն ոճով են։ Բոլորը, քանի որ քրդական մոդուլն էր վերցրել, հայերեն ոճով էին նվագում զուռնան, չէր բռնում հետը։ Հիմա փոխեցին։ Զուռնա նվագողները քրդերեն հնչերանգով են նվագում։ Քրդական հնչերանգով են նվագում, որովհետեւ այդ ցայնագրություն ու այդպեսի հայրենասեր ժողովուրդը դրա տակ քեֆ է անում, այսօր հասկանում եք։ Սարսափելի է։ Հա, իրոք, այսինքն այս ամեն ինչը խորությամբ, երբ որ դու մասնակից ես, խորությամբ տեսնում ես, որ այլևս ետ դարձ չկա, այն գաղափարը, որ մեզ ծուլեն կողքի ազգերին, որ մենք մեր ինքնությունից զրկվենք, կարծում եմ սա արդեն վեճերն է ասել, ամփոփում են արդեն, որ մենք վերջնական մեր դեմքը կորցնենք։ Այսինքն դուք չեք հավատում մշակութային վերածննդին եւ Հայաստանի վերածննդին։ Իհարկե ոչ։ Արդեն կարելի ասել կարմիր կրկից էլ է դուրս գալիս։ Ես չեմ հավատում։ Ասեմ ավելին, ես որ ուսանող էի, ուսանող ժամանակ մենք մեկ անգամ բունտ ենք արել ինչի համար, որ ժողովրդական բաժին ուզում էին փակել կոնսերվատորիայում։ Տիգրան Մանսուրյանն էր ուզում փակել ժողովրդական բաժինը կոնսերվատորիայում, եւ ուսանողներով մենք մեծ բունտ ենք արել եւ Նորայր Տավթյանն է մեր ուսանողների անունից, մեր պրոֆեսոր վաստակավորորդի Նորայր Տավթյանը դիմումն է գրել, որ բողոքի դիմումն է գրել եւ այդ տենդենսը մինչեւ հիմա էլ շարունակվում է։ 22 թվականի ամռանը մինչեւ այդ դաժան սեպտեմբերը հունիսին ուրեմն Արցախում էի, մեկ ամիս չէ, 3 շաբաթ ոնց որ
Արցախում մաստեր կլասների էինք մեկնել։ Այն մեքենան մոտ 100-ից ավել մարդկանցով Զարթոնք հիմնադրամի միջոցներով էինք գնում։ Եվ ես այստեղ հասկացա, որ իրենց թելադրող չկա, որ ժողովրդական չի կարելի անել։ Ուրեմն մեքենայով, որով որ գնում էինք Արցախ, իրենք չգիտեին, որ ժողովրդական երաժշտության մասնագետն է։ Միակ մասնագետը ես եմ, մնացածը դասական են, ջազ կա, չգիտեմ, ամեն տեսակի մասնագետներ կան, ես դե իմ շրջապատի ես գիտեմ, որ ես եմ մենակ այնտեղ ժողովրդական երաժշտության ծառա, այսպես ասեմ, ու սկսում են խոսել նրա մասին, որ ժամանակներ ժողովրդական բաժինը հանեն, լսարան չկա, որ մեր ուսանողները պարապին է, ժողովրդական բաժնի երաժիշտները բանը զբաղեցնում են լսարանները, ու ոնց սկսեցի դա։ Բա իրենք լավ լսողություն ունեն, իրանց գրագիտություն պետք չի։ Մի խոսքով Արամ Խաչատրյանի օրինակը բերեցի, որ ամբողջ աշխարհում միակ հայ կոմպոզիտորները, որ մեծ հաջողության է հասել, նրա պատճառով որ ժողովրդական էր նրա հիմքը։ Հիմա դուք ինչ եք եկել ապացուցում։ Եթե որևէ մեկի անուն ասեք, որ Արամ Խաչատրյանը չափանուն, ես հիմա ներողություն կխնդրեմ ձեզանից։ Ուրեմն առաջին շաբաթը պարապում էինք այդ կոլեկտիվների հետ, առաջին մեկ շաբաթվա ընթացքում ես արդեն հասցրեցի այնտեղ, որ մենք կարողանում էինք գնալ Արցախի շրջանները, համերգ էինք տալիս։ Գալա համերգի օրը հասավ 2 օր մինչև գալա համերգն է, ժողով են անում, հավաքվել են այդ կոնֆերանս սենյակում, ասեցին ուզում ենք, որ բոլոր ժանրերը միանան իրար հետ, ինչ նվագենք, ձեն չեմ անում, այսպես նայում եմ, թե ինչ են որոշում, ինչ են անում, ես մեկ է, ես խնդիր չկա, ես խոչընդոտ չեմ ստեղծի, ինչ էլ որոշեմ, չկարողացան բանել, ասեցի կարելի ես առաջարկեմ, դե ես ժողովրդական բաժնից եմ, էլի ասենք, այսպես համեստ բան եմ անում, Աբա ասեցի ամենաճիշտ տարբերակն որ Արցախի օրներ կա նվագենք բոլորով միասին եւ գալա համերգի ամենավերջին համարը բոլոր սիմֆոնիկը, ջազը, ասենք բոլորը ժողովերը միանան միասին երկշախումբով բանով մեծ բանով 100 հոգուց ավել նվագելու էին։ Հա, բա ինչ անենք, նոտաներ չկան, ասեցի եթե ցայնագրություն կա, ցայնագրություն տվեք, ես նոթբուքով էի գնացել, ես գիշերը պարտիտուրա կգրեմ, բոլորիդ պարտիաները առավոտ տպած կբերեմ, մենք փորձ կանենք, մյուս օրը գալա համերգին կնվագենք։ Բա ոնց, ասեցի դե այդպես գրագիտությունը սետկանի է հերիքում, ասեցի մի գիշերվա ընթացքում ես կգրեմ այդ պարտիտուրան։ Եվ ցայնագրությունից վերցանելով, պարտիաները գրելով, դեղ սաքսոֆոններ, բաներ, ինչ գործիքներ ասես կային, բոլորի համար կազմը գրեցի, պարտիտուրան կազմեցի առավոտ։ Կատարեցիք։ Այո, եւ կատարել ենք, դա համացանցում ենք, տեղադրված է, Զարթոնքի էջում էլ կա, Facebook-յան էջում կա։ Ետ գալուց արդեն ուրիշ կերպ էին վերաբերվում իմ հետ։ Բա ինչի փոխվեց ձեր վերաբերմունքը։ Դուք քիչ առաջ, այսինքն 2 շաբաթ առաջ կամ 3 ասում եք, որ ժողովրդական բաժնի երաժիշտներին գրագիտություն պետք չէ։ Տեսաք, որ դասական երաժիշտներից ավելի կարևոր գործար է ժողովրդական բաժնի ուսանողը, նախկին ուսանողը։ Չնայած հիմա եմ ուսանող ես ամեն օր եմ սովորում։ Իմ կոնսերվատորիայի տարիներին ես կրտսեր ընկերներիս էլ բոլորին ասում եմ, որ բարձրագույն ուսումնական կամ որևէ տեղ սովորելու ժամանակ դուք ոչ թե պետք կոնկրետ սովորեք այդ դետալը, այլ սովորեք սովորել։ Որտեղ ուսումնական տարիները որ վերջացան, դուք այլևս չեք սովորելու եւ կանք կառնեք։ Դուք սովորելու process պետք է սովորեք, որ շարունակեք կրթություն, այո, ով դատարեց օրական սովորելու process-ը, նա հետ է գնում։ Իսկ թարահարներ այսօր Հայաստանում շատ կան։ Ճիշտ ասած, իմ ուսանող ժամանակ ավելի քիչ էին, հիմա մի քիչ ոնց որ թե շատացել են, բայց հայկական թարի նվագելու ոճն է իդ գնացել։ Քանի որ շատերը սպասարկում են ռաբիզ երաժշտությանը, այնտեղ պետք է բարակ լարերով, տզդզան ցեներով նվագել, իսկ որպեսզի ավելի պատկերավոր բացատրեմ, տեսեք դուդուկը, որ նվագում են հայերը, դա պայմանական տառերով են ասում, հայկական դուդուկը մայով է հնչում։ Դրացիներինը զայով, այսինքն տզդզոցով են նվագում, իրանց շատ վատն է, իսկ հզոր մեր լեռների պես ամուր ձայն է, թառնել է նույն բան, բոլոր նվագարանները, իրանք ամեն մի նվագարան նվնվալով, լացուկոցով են նվագում, մեր լեռների պես ամուր է։ Հիմի որ այդ մելիզմները շատ անեն, բարակ լարեր են գցում, իջացնում են գրիֆին մոտիկ, այդպես տզդզոցով այդպես նվագում են։ Շատ ժողովուրդներ են թառ նվագում, հետաքրքիր է։ Այո, Արևելքում, Ուզբեկստանում կան բավականին տարածված է թառը,
բայց երբ որ այսպիսի անիմաստ հարցեր են հնչում, ես մի քիչ բան եմ անում, ասում են թառը հայկական է, թե ինչական, երբ որ հայեր են նվագում, բնականաբար հայկական է։ Բայց եթե թառը վերցնում ես, նվագում ես այլ ազգի բաներով, ոճերով, բնականում դու նվագում ես, ծառայում ես ուրիշ ազգի։ Ասեմ ավելին, Պարսկաստանում ուրեմն կա մի գերեզման, որը սրբատեղի է երաժիշտների համար, դա Հովանեսի իրենց թառը պատրաստող երաժիշտի Հովանեսի անունն է, Հովանեսի գերեզմանն է, որը պատրաստել է պարսկական թառը։ Բայց պարսկական թառը երբեք հայկական չի։ Հայ է պատրաստել, բայց դու երբեք չես կարող ասել, որ դա տարբերություններ կան, այսինքն։ Հսկայական է, հսկայական տարբերություն է։ Այդ թառը նախ ծնգին դրած են նվագում, հնչեղ չի այդպես, այսինքն իմ կոնկրետ իմ թառով, եթե ես նստեմ 10 հատ պարսկական թառահար նվագողների հետ, ես բոլորի ձայնին կծածկեմ։ Շատ նվազ ձայն է հանում, բայց չէ, խնդիրը նա էր, որ ասում եմ հայը, գիտենք, որ փաստ է, եւ իրենք էլ ճանաչում են։ Հայն է ստեղծել պարսկական թառը, բայց դա հայկական չի։ Հայը ստեղծել է, բայց դա հայկական չի։ Եթե հայը ստեղծել չի նշանակում, որ դա հայկական է։ Նույնությամբ այն նվագարանները, որոնք որ հայերը նույնիսկ չեն ստեղծել, բայց նվագում են հայերեն, դա դառնում է արդեն հայկական նվագարան։ Որևէ փաստ, որևէ նվագարանի համար չկա, բացի փոքր եւ մեծ պասպամբիրների մասին։ Սրանք միակ նվագարաններն, որ կողքի ազգերը դեռ չեն հասցրել գողանալ մեզանից եւ սովետական տարիներին էլ հեղինակային իրավունքով Մարտին Խաչատրյանի մասին է խոսքը, որ փոքր պամբիր, մեծ պամբիր եւ պասպամբիրի նմուշ չկա։ Փոքր պամբիրը եւ մեծ պամբիրը դրանք կոնկրետ հայկական ստեղծված են եւ հայերն են միան նվագում։ Իդեպ ասեմ, որ այս դրացիները չունեն բազմաձայն նվագախումբ։ Իրանք կարող են նստեն 40 հատ թառ, 40 հատ կյամանչա, բոլորը նույն բանը նվագեն։ Այսինքն բազմաձայնություն չկա իրենց։ Քանի նվագարան կա մեր բազմաձայն նվագախմբերում։ Պարտիտուրայով 19 պուլտ է նստում, բայց տարատեսակները մի քիչ շատ է, օրինակ դուդուկների տեսակները շատ են, եթե այդպես հաշվենք, էլի։ Տեսեք, ամենանշանավոր նվագարաններով թվեմ, որ ժողովուրդն էլ իմանա իրենց ազգային նվագարանների մասին, Քամանչան է ծախից սկսելով, որ ասեմ, Քամանչայի կողքը լարային փոքր պամբիրն է, որ միջին ռեգիստրն է ապահովում լարայինի, ավելի թավ ռեգիստրը մեծ պամբիրն է եւ բաս պամբիրն է, կողքը ուրեմն գալիս է կսմիտային նվագարաններից կանոնը, թառը, դեպ ասեմ, որ սազը այն մեծ քանակությունը երաժիշտների, որ մենք ունեցել, տարածաշրջանում ոչ մեկը չունեցել, բայց այսօր սազ միայն մնացել է Սայեթնով աշխուժական երգի անսամբլում։ Այնտեղ են միայն նվագում, բայց մենք 4000-ից ավել աշխուժ ենք ունեցել, որոնց 90%-ը սազ են նվագել, աշխուժ Խավասին էլ է սազ նվագել, բայց այսօր հայկական սազ պատրաստող ոչ վարպետ կա, ոչ էլ նվագարան կա, որ ճարենք, երաժիշտ ճարենք, բերենք, տնենք նվագախմբում։ Ուրեմն լարայիններից մի գործիք մոռացա, որ քյամանին է, քյամանին ուրեմն ճիվանին է նվագել, դա մեր նվագախմբում չկա։ Կսմիտայիններից այնտեղ ուդն է, մենք փաստ ունենք մատենագիտական, որ մագաղաթի վրա գրված է Պարսկաստանից արքունիկից հրավիրվում է Սարգիսը ուտահար, որ մուղամները ձայնագրեն։ Մեկ օր սա ասում եմ, սկսում են ծիծաղել, հա ինչով են ձայնագրել, 7-րդ դարի մասին է խոսքը։ 7-րդ դարում խնդում են, ասում են ինչով են ձայնագրել, բայց իրենք տեղյակ չեն, որ ձայնը գրելը, այսինքն երաժշտությունը նոտայը գրելը, դա կոչվում է ձայնագրել։ Եվ 7-րդ դարում 600 քանի թվականներին Սարգիսին ուդահար Սարգիսին հրավիրում են պարսկական արքունիկ մուղամը ձայնագրելու։ Մուղամն էլ դեպ ասեմ, որ դա իմպրովիզացիոն արվեստ է, որ բնորոշ է ստեղծագործող ժողովուրդներին։ Նույն կերպ երբեք չեք կարողանա համոզել են տկար երաժիշտներին, տկար իմացությամբ, որ իրենց թվում է դա հենց ասում ես մուղամ, այդ կլկլոցն է, անդուր կլկլոցն է։ Ոչ, դա պրոֆեսիոնալ տեխնիկական մեծ հնարավորություններ ցույց տալու միջոց է երաժիշտի եւ ճիշտ է, կան կոնկրետ մեղեդիներ, բայց դա չի նշանակում, որ ամեն երաժիշտի իր տեսակով է։ Կարդացել եմ, որ նույնիսկ Ստամբուլում շատ մուղամների հեղինակ հայերն են եղել։
Չէ, շատ մուղամներ չեն, դրանք 7 դասգահ են, բայց ինչ որ կտորներ հորինողները միշտ էլ գործիքային կատարողները միշտ հայերն են տարածաշրջանում ամենամեծը եղել եւ իրենք գիրք ունեն հրատարակված, որ մեծ մասը այնտեղ երաժիշտների հայերն են։ Այսինքն իրանք ինչ որ հիմա նվագում են եւ Մուղամի ինստիտուտ ունեն, դրա հիմնադիրները հայերն են այնտեղ էլ։ Բաքվի ժողովրդիկների առաջին նվագախմբի հիմնադիրը հայ է եղել։ Այսինքն ամբողջ իրանց երաժշտության բանը մերոնք են ստեղծել դրել, նվիրել, թողել եկել, հիմա մենք էլ ասում ենք դա իրանցն է, մերը չի։ Այսպեսի տարօրինակ ազգ ենք։ Ամեն դեպքում, ուրեմն կսմիտային նվագարանները, այդպես ասեցի, թառը, կանոնը, ուդը, սազը եւ այնտեղ հարկանային նվագարաններն են, ամենահինը տմպլապիտոն է, որը նաղարա բառով գիտեն, տմպլապիտոն է, հենց ռիթմի տեսակից է իր, տմպլապիտո հայկական տակտի բանի հիմնան վրա է, դափն է հնագույն նվագարաններից մեկը, մեծ թմբուկը հյուսիսային Կովկասից ներթափանցել է Թհոլը, որը հիմա պես տարածված է Հայաստանում եւ լրիվ այլ կերպ են նվագում, հյուսիսային Կովկասում այդպես չեն նվագում։ Հայկական Թհոլը այլ կերպ են խփում, դպրոցը լրիվ փոխվել է, հայկականացել է, բայց Թհոլը ներմուծված է։ Մենք այդ փոքր Թհոլը մենք չենք ունեցել առաջ։ Բայց հիմա նվագախմբում կա Գաշվե Թհոլը բնականաբար, պլաստիկատը Թհոլը, որ բոլոր երաժշտական դպրոցներում պլաստիկատով են անցնում, դա միայն ռեստորանի համար է նախատեսված։ Այսինքն երաժշտական դպրոցներում երաժիշտներ են պատրաստում ռեստորանում աշխատելու համար։ Սա մեր ցավալի փաստերից մեկն է։ Ինձ մեկ անգամ ցավալի փաստերի մասին շատ խոսեցինք այսօր, այո։ Հա, ինձ մեկ անգամ քաղաքապետարանից կանչեցին նվագախմբերի մրցույթի ժյուրի լինելու, ասեցի, ես եթե կամ որևէ խումբ պլաստիկատի Թհոլով, ժողովրդիկների խումբը դուրս կա պլաստիկատի Թհոլով, արդեն 1 բալ ցածր եմ տնելու դրա համար։ Ասեցին լավ, գործ չունենք իր այդ բան է։ Եվ որովհետև ես Խաչատուր Ավետիսյանը, երբ որ կոնսերվատորիայում փորձ էին կանում նվագախմբի, մի անգամ Թհոլարը նոր էր մոտահանգել։ Այդ պլաստիկատը գիտեք ինչ էր ներմուծվել, որովհետև երբ որ հարսանիքների ժամանակ նվագում էին դրսում անձրև էր գալիս, կաշի վրա հենց անձրևը գալիս, թուլանում է կաշին, ցայն չի անում։ Պլաստիկատի պետքը չի անձրևի տագել, ջրի մեջ էլ ջրի տագել նվագում են պլաստիկատի Թհոլը։ Դրա համար պլաստիկատի անցավ, բայց այդ Թհոլջին մի անգամ պլաստիկատի Թհոլով ներս մտավ փորձի, Խաչատուր Ավետիսյանը դուրս արեց փորձի տեղից, ասեց ավելի լավ է Թհոլ չլինի այսօրվա փորձին, քան թե տաշտով կաս, տաշտի ցենով բան անես, հա, ուղղակի իրենք Խաչատուր Ավետիսյանին չեն տեսել այդ դպրոցի տնօրենները, թե չէ իրանք էլ չեն թողնի Խաչատուրյանի այդ պլաստիկատի Թհոլով։ Իդեպ ասեմ, բավականին բարձր ցեն է անում եւ խանգարում է երաժշտական դպրոցի մյուս դասարաններում բարաբող երեխեքին։ Եթե կաշի տնեն, կաշին այդպես բարձր ցեն չի անում։ Հա, հետո մարդկային է ավելի, երբ որ լսում ես կաշին, իրոք սարսափելի տարբերություն է։ Կաշի Թհոլը, որ ասում են մեկ-մեկ երաժշտական գործիք չի Թհոլը, այդպես մասնագետներ էլ են սա ասում, ծիծաղում ես, բայց երբ որ կաշիով նվագում ես, դառնում է իրոք երաժշտական գործիք, որտեվ նոտաներ կարող ես ստանալ, կոնկրետ նոտաներ։ Ուրեմն հարկանային նվագարանները դրանք են, փողայինները, ինչպես գիտենք, դուդուգն է, սրինգը, պլուլը, շվին, թավ շվին, այս նվագարանները ունենք, իդեպ որ ասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պր բաներ արել, այս դուդուգը հայկական են ճանաչել, մի Ջիվան Կասպարյանն էլ ասում է, չէ, ճիշտ դուդուգը չէ, ծիրանափող։ Յանի թե հազիվ ճանաչել են, սրանց էլ բան է պետք, ասեն լավ դե, եթե դուդուգը ծերը չէ, ծիրանափողն է ծերը, ուրեմն դուդուգը մերն է։ Զարմանալի են, քլուջ եմ ասում, հետո ժուրնալիստն էլ հարցնում է, ասում է, ինչով կապացուցեք, որ դուդուգը հայկական է։ Գողական պատասխան է տալիս, ասում է, այդ նույն բան է, ոնց որ ասենք բալալայկան ռուսական չէ։ Մարդը հարցնում է, ինչով կապացուցես։ Չի ասում, ոնց դու էլ բալալայկին կպնես։ Փաստ ունես, ասա, չունես, ասա նվագով ուրեմն։ Մենք մեր նվագով, մեր դուդուգի դպրոցով, այսինքն հնչերանգով դու առանց մարդուն տեսնելու, թե ինչ ազգությամբ է նվագողը, դու ձայնով կարող ես հանգիստ տարբերել հայ դուդուգահարին եւ այլ ազգի դուդուգարին, որտեվ Հայաստանի դպրոցը ուրիշ է։ Նույն կերպ թառն է ուրիշ, նույն կերպ քամանչան է ուրիշ։ Հա, Սանթուրն է, որ բավականին հին նվագարան է,
ճիշտ է, հիմա ձևափոխված ու բանը մոդեռնիզացած է պետալով, որ ձեռքերով չես փակում արձագանքը, պետալով սխում ես, բացում է, թողնում ես, փակվում է ձայնը։ Պարզ է արդեն։ Արտեմ ուզում եմ վերջում ձեզ մի քանի բլից հարց տալ։ Եթե ձեր կյանքի հիման վրա ֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրի ֆիլմ կլիներ։ Ես հավատացեք, այդ ֆիլմի անունը նույնիսկ չէի ուզենա լսել, ոչ է կնայի։ Ինչու՞։ Որտեղ ես չեմ սիրում ինձ։ Բայց դուք այն գործը, որ օրինակի համար, հրաշալի գործը, պետք է որ սիրեիք ձեզ կարծում եմ։ Նկարչուհի Մարիա Տակա, որ անսովոր էր նկարում, որ նայում եք իր ցուցահանդեսից, ես թվում է յուղաներգի, բայց ինքը թելու ասեղով նկարում էր։ Կարում էր ավելի ճիշտ, ոչ թե նկարում էր, կարում էր, նկարը կարում էր։ 6 ամիս գիշեր-ցերեկ ուրեմն մի բան նկարեց, դրանից առաջ ինձ հասցրեց, ինձ մի հատ ֆոտո կուղարկես, ես գլխի ընկա ինչ էի ուզում, որ իմ նկարը կարի, չնկարի, էլի կարի։ Ասեցի Տիգին Մարետա, ոնց որ նկարելու եք այդ նկարը, թողնեք ձեր տուն, որտեղ ես չեմ բերելու այդ նկարը տնեմ տեմս հիանամ։ Ասեցի չեմ բերի, ես չեմ ուզում։ Ավելի լավ է մի հատ սիրուն բան անեք, մնա ձեր ցուցահանդեսի նմուշ որպես։ Գնացել էր Գյումրի 7 վեշկներ նկարել, ֆոտո էր արել, 6 ամիս գիշեր-ցերեկ այդ 7 վեշկը ընդունեցի, ճիշտ ասած այդ 7 վեշկը բան եմ արել, բայց ես այնտեղ չկամ, հոգով կամ մենակ այդ նկարի մեջ կամ, ուրեմն հոգով եմ։ Բայց որ ասում եք ֆիլմ նկարեն, բացարձակ, հիմա որ իմ անձնականից հարցեր տակ, բացարձակ չեմ ուզում։ Իմ նպատակս ժողովրդական երաժշտությունն էլ, բոլոր ժանրերն էլ հավասար ուշադրության արժանանան։ Ես գիտեք ինչքան կուրախանամ, որ անկախության սեպտեմբերի օրը սիմֆոնիկ կամ ջազ նվագախմբի տեղը Հանրապետության հրապարակում ազգային պետական նվագախումբը ելին ժողովրդական գործիքներով համերգ տա ժողովրդի համար։ Գիտեք ինչքան կուրախանամ, որ նոր տարվա գիշերը փոխանակ սիմֆոնիկ ջազ ու այդ եվրոպացիների անգլերեն ջարդուփշուր եղած անգլերենով երգերի փոխարեն հումորային մի հատ երգերի պատվեր տան, հումորային երգերով նոր տարվա գիշերվա համար այդպես գեղեցիկ ծրագիր անեն ժողովրդական նվագարաններով։ Ես դրա վրա կուրախանամ, կծառայեմ անվճար դրա համար, հասկանում եք։ Թե չէ ասում եք ինձ ֆիլմ նկարեն ինչ եմ անելու։ Դե մեր բլից հարցերն են այդպեսի։ Բարտանամ։ Որ պատմական շրջան եք ուզեիք տեսնել անձամբ։ Գիտեք, Տիգրան Մեծինը կուզեի տեսնել, բայց այն ժամանակ կուզեի տեսնել այն ժամանակաշրջանը, որտեղ հայը միասնական է եղել։ Բայց եթե անցյալին վերադառնալու պահ լիներ, ես գիտեք ինչ կասեի, ես կուզենայի մեկ երգ նվագակցեի Արաքսիա Գյուլզադյանին եւ այդտեղ ընդհատվեր կյանքս, երկը վերջանար, ես էլ չապրեի։ Մեծագույն երգչուհի եք իրեն համար։ Այո։ Մեկ երգ նվագակցեի իրեն։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Հանձնելուց 2 ամիս առաջ։ Ինչ ասարեց ես համար գեղեցկություն հայկական ձևով։ Գեղեցկություն հայկական ձևով դե տարբեր է, գիտեք, եթե ուղղություն կոնկրետ ասեք, եթե գեղեցկությունը օրինակ իգական սերն է վերաբերում, ես կուզենայի, որ հարսանիքի ծեսը չդառնար արևմտյան, պահպանվեր հայկական ծեսը եւ հարսի հայրը թևանցուկ չտաներ եկեղեցուն, ոնց որ ընդունված է հայկական հարսանիքում այդպես, այսինքն հարսին տանից անային, ոչ թե գնային հյուրանոց անպարոյական ինչ որ մի հատ տեղից, ինչ եթե սիրուն քարերով են, այդտեղից անային, հարսը իր տանից պիտի դուրս գա, դրա համար հատուկ եղանակներ կան, հատուկ ծիսական երգեր կան դրա հետ կապված, գնում եք հյուրանոցից եք վերցնում, հարսի ծնողներն է պիտի ամաչեն, որ բան չէ, դա գեղեցկության մեջ չի մտնում։ Ես գեղեցիկ եմ համարում, նույնիսկ եթե խրճիթից դուրս են գալիս, հարսեն դեղ է ապրե։ Թող այդ տղայի կողմն էլ տեսնեն, որ դեղից են բերում հարսին։ Սա ես գեղեցիկ եմ համարում։ Չգիտեմ գեղեցիկը ինչի մասին եք ուզում իմանալ, բայց գեղեցիկը նա է, որ մեր ժողովուրդը միասնական լիներ, մեր ժողովրդի մեջ դավաճան չլիներ, ոչ մի պոստի կոդ չպանաչանային, չմատնեին, գումարով չծախեին, իրար սիրեին, մեքենա քշելուց ոնց որ պոտենցիալ մեկը մյուսին
ամենավատ կերպով տեսնի, այսինքն ոնց որ թշնամի են եւ վարորդները իրար, այդպես են քաղաքի մեջ այդպես են քշում իրար վրա։ Ես կուզենայի, որ գեղեցիկ քշեին, հարգեին իրար։ Դուք չեք պատկերացնում ինչքան գեղեցիկ է, երբ որ դու զիջում ես մեկը 100 մետր են ծերից խնդրում է, որ թողնեն գիծը փոխի, դու թողնում ես, անցնում ես ու շնորհակալություն հայտնում։ Լավ, միթե սա գեղեցիկ չի։ Մարդիկ կան, որ հատուկ բան են տալիս, մի մետր չեն թողնում, որ մարդը մտնի ներս, էլի հասկանում եք, գիծը փոխի, որտեղ ընդեղից խախտման տակ են գնում մարդը, թողեք մտնի։ Այդ որ զիջեն իրար գեղեցիկ կլինի։ Որ սիմֆոնիկը, ժողովրդականը իրար չփնովեն գեղեցիկ կլինի, հասկանում եք։ Գեղեցկություն հարաբերությունների մեջ մարդկային ըստ էության դա եք ասում։ Հա, դե Իսկ օտարերկրացիոն Հայաստանի մասին 3 նախադասությամբ ինչպես կպատմեիք։ 3 նախադասությամբ Հա։ Հայաստանը ինքնատիպ, աշխարհի ամենահին երկրներից մեկն է։ Իրականում հայը շատ լավ ժողովուրդ է, բայց այդպես ցույց չի տալիս իրեն։ Հայի մշակույթը անկրկնելի է, երբ որ ներմուծված չէ օտար էլեմենտներով։ Երբ իսկական հայկական է։ Երբ իսկական հայկական է, այո, այսօր ինչ որ սարքեր են բերում տնում, նաշնիկները տնում են, բաներ են անում, սրան անունը տնում են ժամանակակից, բայց ով որ տակը այդ պիթերի տակ պարում է, ինքը չգիտի, որ հնդկական, աֆրիկական պիթերի տակ քեֆ է անում։ Դրա վրա սասնո երգեր են տնում, բաներ են անում, սրա անունը դրել են ժամանակակից, բայց 90%-ը գողություն է, բացի երգի մեղեդուց։ Այդ ինչ որ տեղի ունենում, դա գողություն է։ Դա ոչ թե ժամանակակից է, դա ճիշտ բառը գիտական, դա սինթեզված արվեստ է։ Սինթեզված տարբեր ազգերի հորինումների հետ, վրան իդեպ դրած նաև հայկական երգ։ Սասնո բարբառով, որ հուշեմ ինչի մասն է խոսքը։ Հասկացա։ Կարծում եմ կարևոր զրույց էր, շնորհակալություն Արտեմ, որ մեզ հյուրեր եկել։ Կներեք, եթե նեգատիվը շատ եղավ հաղորդման ժամանակ, բայց սիրտս ցավում է, դրա համար եմ այսպես խոսում։ Սրտացավ եմ ես միայն դրա համար։ Չէ, կարծում եմ կարևոր է հարցերը բարձրաձայնել, այնպես որ շնորհակալ եմ իսկապես։ Սիրով, եթե օգուտ տա, շատ կուրախանամ միայն։ Շնորհակալություն։